Իմ աչքերս անխաչին առած Ուր որդու մեր արմեղքերս կրած Միան դու կրնաս տալ ինձ ազատություն Միան դու Հերահագու կամ այսօր քեզի Ես տգար օգնած տվիր ինձի Միան դու կրնաս տալ ինձ խաղաղություն Միան դու Կալեմ քեզ Խոսիմ քեզ Իսուս և իմ կյանքիս ընկեր Ճամփաս ամբոտ թե բայցարոտ Իմ առաջնորդ և երիդ մոտ Կալեմ քեզ Խոսիմ քեզ Իսուս և իր կյանքիս ընկեր Ճամփաս ամբոտ թե բայցարոտ Իմ առաջնորդ և իրից մոտ Միան քեզի գվստահի Դու խոսքիդ վրա հավանարի Միան դու կրնաս տալ ինձ վստահություն Միան դու Եվ աշխարհի խոստումներն են սուտ Եվ հաճույքներն են ունայնացու Միան դու կրնաս տալ ինձ երջանկություն Միան դու Կալեմ քեզ Խոսիմ քեզ Իսուս և իմ կյանքիս Ճամփաս ամբոտ թե բայցարոտ Իմ առաջնորդ և իրից մոտ Կալեմ քեզ Խոսիմ քեզ Իսուս և իմ կյանքիս Ճամփաս ամբոտ թե բայցարոտ Իմ առաջնորդ և իրից մոտ Եվ նեղություններ վրաս հարցակի Կամ փորձություններ չորբադայի Միան դու դաս ինձ հաղթություն Միան դու Բիդ երկեմ անունդ հավիդյալ Ու կովեմ սերդ քու աննման Միան դու Եվ իր հոգուս պաշտպան Միան դու Կալեմ քեզ Խոսիմ քեզ Իսուս և իր կյանքիս ընկեր Ճամփաս ամբոտ թե բայցարոտ Իմ առաջնորդ և իրից մոտ Կալեմ քեզ Խոսիմ քեզ Իսուս և իր կյանքիս ընկեր Ճամփաս ամբոտ թե բայցարոտ Իմ առաջնորդ և իրից մոտ Իմ առաջնորդ և իրից մոտ Իմ առաջնորդ և իրից մոտ Դարեի առջև հաջո երևցավ, որ թագավարությանը վրա 120 կուսակալներ դնե, որոնք բոլոր թագավարությանը մեջ ըլլան, անոնց վրա 3 հրամանատար կարգեց, որոնց մեկը Դանիելն էր, որբեսի կուսակալները ասոնց հաշիվ տան, որբեսի թագավորը չվնասվի։ Եվ Դանիել մյուս հրամանատարներեն և կուսակալներեն նախապատիվ էր, վասնզի անոր վրա գերազանց հոգի կար ու թագավորը կմտածեր զանիգա բոլոր թագավորությանը վրա դնել։ Հրամանատարներն ու կուսակալները թագավորությանը գործերուն մեջ Դանիելին դեմ կանգադելու պատճառը գտնել գճանային, բայց անոնք բնավ պատճառը կամ չարությունը չկրցան գտնել, վասնզի անիգա հավատարիմ էր ու անոր վրա բնավ հանցանքը կամ չարությունը չգտնվեցավ։ Ուստի այս մարդիկ ասին.
Մենք այս Դանիելին դեմ ամենևին կանգադելու պատճառը պիտի չգտնենք, միջև որ անոր Աստծո օրենքին կապված բան գտնենք։ Այն ադեն հրամանատարներն ու կուսակալները թագավորին քով հավաքվեցան ու անոր այսպես ասին. Ով դարե թագավոր, հավիդյան ողջ կեցիր։ Թագավորության բոլոր հրամանատարները, նախարարները, կուսակալները, խորհրդականներն ու կառավարիչները խորհուրդրին, որ թագավորական հրամանով օրենք հաստատվի։ Ով որ միջև 30 օր բան խնդրեք ես մեզատ, որևէ Աստծու մեկամ մարդ է, ով թագավոր արյուծներին կու մնեդվի։ Հիմա ով թագավոր, այս օրենքը հաստատե ու հրովարտակը ստորագրե, որբեսի մարերու եւ պարսիկներու անխափանելի օրենքին համեմատ չփոխվի։ Ուստի տարե թագավորը հրովարտակն ու արգելիչ օրենքը ստորագրեց։ Երբ Դանիել իմացավ, թե հրովարտակը ստորագրվեցավ, իր տունը գնաց։ Իր սենյակին պատուհանները դեպի Երուսաղեմ բաց էին։ Օրը 3 անգամ ծունգի վրա գալով կաղոթեր ու իր Աստծուն գոհություն կմատուցաներ իր նախկին սովորությանը պես։ Ուստի այս մարդիկը հավաքվեցան ու Դանիելը գտան, որ իր Աստծո առջև աղոթք ու աղաչանք կներ։ Այն ադեն մոտեցան ու թագավորին առջև թագավորին արգելիչ օրենքին համար ասին. Դու արգելիչ օրենք մեջ ստորագրեցիր, թե ով որ միջև 30 օր բան խնդրեք ես մեզատ, որևէ Աստծու մեկամ մարդ է, ով թագավոր արյուծներին կու բնեդվի։ Թագավորը պատասխան տվավ ոսավ. Այդ խոսքը ճշմարիտ է, մարերու պարսիկներու անխափանելի օրենքին համեմատ։ Այն ադեն անոնք թագավորին ասին. Հրեաստանի գերության որդիներեն Դանիելը քեզ եւ քու ստորագրած արգելիչ օրենքդ բանի տեղ չի դներով թագավոր, ու օրը 3 անգամ իր խնդրանքը կմատուցաներ Աստծուն։ Այն ադեն թագավորը այս խոսքերը լսածին պես շատ տրդմեցավ ու մտածեց Դանիելը ազատել ու միջև արևուն մտնելը ճանաց զանիկա ապրեցնել։ Բայց այն մարդիկը թագավորին քով եկան ու թագավորին ասին. Ով թագավոր, գիտցիր թե մարերու պարսիկներու օրենքը այս է, որ թագավորին հաստատած որևէ արգելիչ օրենք ու հրաման չի փոխվիր։ Այն ադեն թագավորը հրամայեց, որ Դանիելը բերեն եւ զանիկա արյուծներուն կու բնեդեն։ Թագավորը Դանիելին խոսեցավ ու ասավ. Քու Աստվածդ, որ տուն անդադար կպաշտես, անիգա քեզի պիտի ազատե։ Ու քարմը բերին ու կուբին բերանը դրին։ Թագավորը զանիգա իր կնիկովը ու իր մեծամեզներուն կնիկովը կնքեց, որբեսի Դանիելին վիճակը չփոխվի։ Ետքը թագավորը իր տունը գնաց ու գիշերը անոթի անցուց։ Իր առջև նվակարաններ բերել չտվավ ու քունը փախավ։ Թագավորը արշալույսին կանուխ ելավ ու արդորնոք արյուծներուն կուբը գնաց։ Երբ կուբին մոտեցավ, տրդում ցայնոմը Դանիելին բորած եւ թագավորը Դանիելին ասավ. Ով Դանիել, կենտանի Աստծո ծառան, քո Աստվածդ որ տուն անդադար կպաշտես, կարող եղավ քեզի արյուծներն ազատել։ Այն ադեն Դանիել թագավորին պատասխանեց. Ով թագավոր, հավիդյան ողջ կեցիր։ Իմ Աստվածս իր հրեշտակը ղրգեց ու արյուծներուն բերանը գոցեց ու ինձի չվնասեցին, վասնզի անոր առջև անմեղ գտնվեցա եւ քու առջևը դալ, ով թագավոր, հանցանք մը գործած չեմ։ Այն ադեն թագավորը շատ ուրախացավ ու հրամայեց, որ Դանիելը գուբեն հանեն։ Դանիելը գուբեն հանեցին ու անոր վրա որևէ վնաս չտեսնվեցավ, վասնզի Աստծո հավատաց։ Թագավորը հրամայեց ու Դանիելին վրա չարախոսություն անող մարդիկը բերին եւ զանոնք ու անոնց տղակները ու կիները արյուծներուն կուբը նետեցին։ Անոնք դեռ կուբին հադագը չհասած, արյուծները անոնց վրա հարձակեցան ու անոնց բոլոր ոսկորները փշրեցին։ Այն ադեն դարե թագավորը բոլոր երկրի ժողովուրդներուն, ազգերուն ու լեզուներուն այսպես գրեց. Ձեր խաղաղությունը շատնա, ինձ մե հրաման ելավ, որ իմ թագավորությանս բոլոր իշխանությանը մեջ Դանիելին Աստծո երեսեն թողան ու վախնան, վասնզի անիգա կենտանի Աստված է ու հավիդյան կենա
եւ անոր թագավորությունը չավիրիր, ու անոր իշխանությունը միջև վերջը կկենա։ Անիկա կազադե ու կփրկե եւ երկնքի մեջ ու երկրի վրա նշաններ ու հրաշքներ կնե եւ Դանիելը արյուծներուն բերնեն ազատեց։ Այսպես Դանիել Դարեի թագավորության ու Պարսի Կյուրոսի թագավորությանը ադեն հաջողություն գտավ։ Ամեն։ Դանիելի մարգարեությունը դասվում է մեծ մարգարեական թղթերի շարքին։ Եսայի, Երեմիա, Եզեկիել, Դանիել։ Շատ կարևոր մարգարեական մի թուղթ է։ Չլներ Դանիելի մարգարեությունը մենք այսօր փաստի առջև կանգնած կեղնենք, չենք կարող բացատրություններ տալ հայտնության գրքի վրայով, որովհետև Դանիելի մարգարեությունը լրացնում է հայտնության գիրքը։ Շատ ու շատ պարզաբանումներ հայտնության գրքից մենք ստանում ենք Դանիելի մարգարեության միջոցով։ Ուրեմն առաջի 6 գլուխները Դանիելի մարգարեության պատմական են, հաջորդական գլուխները վախճանաբանական են։ 534 թվականին է գրվել Քրիստոսից առաջ։ Եվ այս մարգարեության մեջ Աստված իր ժողովրդին ցույց է տալիս, որ նրանց պաշտած Աստվածը գերի վեր է այն չաստվածներից, որ հեթանոսներն էին պաշտում։ Առաջի 6 գլուխների մեջ շատ հիշարժան պատմություններ կան։ Օրինակ հիշում եք Սեդրակ, Միսակ, Հաբեդնակով։ Ինչ հիանալի պատմություն է, չէ՞։ Հավատքի ինչպիսի օրինակ է մեզ համար։ Երիտասարդներ, ովքեր որ հոժարեցան, կրակի հնոցի մեջ ընկնեն, բայց իրենց Աստծուն չուրանան։ Եվ Նաբուգոդոնոսոր թագավորը զարմացավ այդ ամենի վրա։ Նաև Նաբուգոդոնոսոր թագավորը, որ Բաբելոնի ահարկու հզոր թագավորն էր, 2 երազներ տեսավ։ Եվ Դանիել մարգարեն այդ երազները բացատրեց։ Դրանք վախճանաբանության վրայով էր։ Այն 4 թագավորությունները, այն մեծ արձանը, որ տեսավ ինքը, Դանիելը դրա վրայով բացատրություններ տվեց, որ դրանք ներկայացնում են ազգերի ժամանակաշրջանը՝ Բաբելոն, Պարսից մարած թագավորություն, հունական եւ հռոմեական թագավորություն։ Այն ժամանակ Դանիելը այս մարգարեությունը, որ գրվում էր, դեռ հունած թագավորությունը չկար, դեռ հռոմեական թագավորությունը հաստատված չէր։ Եվ այս մարգարեությունը այն ժամանակ գրվեց, որոնք էին դրանք, ուրեմն Բաբելոնի թագավորությունը, որ այդ ժամանակ արդեն վերցվեց, դրանից հետո Պարսից մարած թագավորությունը սկսեց, եւ այսօր մենք գտնվում ենք հռոմեական թագավորության իշխանության վերջում, ազգերի թագավորությունը վերջանում է, արձանի ոտքերի մատները արդեն պատրաստ են։ Եվ ներկայացվեց, որ մի քար, որ սարից պոկվեց առանց ձեռքի, եկավ այդ արձանի ոտքերին հարվածեց եւ այդ արձանը փշուր եղավ եւ քամին այն տարածեց ու վերջացավ ազգերի թագավորությունը։ Ժամանակը հասած է, որ Աստված իր հազարամյա թագավորությունը հաստատի, ժամանակները մոտեցած են։ Դանիելի մարգարեության մեջ մենք կարդում ենք 77-յակների մասին։ Աշխարհի համար սա առեղծված է, ընդհանրապես տեղյակ չեն նման բանից։ Բայց մենք տեսնում ենք մի իրականություն, գրված 62-յակ հետո օծյալը պիտի կտրվի։ Ճիշտ համապատասխանություն։ Տեր Հիսուս աշխարհ եկավ եւ իր կյանքը մարդկության համար դրեց։ Ապա վերջին 7-յակը եւ այն ներկայացնում է մեծ նեղության շրջանը, որ ները իշխանություն պիտի հաստատի 7 տարվա համար, որից հետո Տեր Հիսուս երկնքից գալով այդ իշխանությունը պիտի ավերի։ Նաև Դանիելի մարգարեության մեջ գրված է, որ վերջին ժամանակները գիտությունը պիտի շատանա եւ մարդիկ այս կողմ այն կողմ պիտի պտտեն, այսինքն ճանապարհորդությունը պիտի ավելանա։ Տեսնում ենք մենք այդ բանը։ Այո, մեր աչքերի առջև ենք տեսնում։ Ամեն 22 ամիսը մեկ գիտությունը կրկնապատկվում է։
ապա որդին Մարթո երկնքից ամպերով գալու այդ ամբողջ պատկերը ներկայացված է։ Պետրոս առաքյալը իր երկրորդ թղթի մեջ առաջի գլուխ 19-21 համարների մեջ գրում է. Մարգարեական խոսքն էլ ունենք, որ ավելի հաստատուն է եւ լավ կանենք, որ ուշադրություն դարձնենք, որովհետեւ այն մութ տեղը լույս տվող ճրագի նման է։ Մութ տեղը լույս տվող ճրագի նման։ Խորը մթության մեջ լուցկում մի հատիկ վառեք։ Կարող եք ձեր շրջակայքը տեսնել։ Այո, այդ ամբողջ մթության մեջ մարգարեությունը լույս է սփռում Աստծո վերաբերյալ, նրա գործերի եւ ծրագրերի վերաբերյալ։ Միջև որ ասում է ցերեկը լուսանա եւ արուսյակը ձեր սրտերի մեջ ծագի, բայց իմացեք, որ բոլոր մարգարեությունները իրենց հատուկ մեկնությունը չունեն, որտեղ այն երբեք մարդկանց կամքի պես չտրվեց, ապա Աստծո սուրբ մարդիկ սուրբ հոգիից շարժված գրեցին։ Այո, Աստված մարդու անհատականությունն էլ է գործածում։ Թեև աղբյուրը նույնն է, սուրբ հոգուց է տրված, բայց մարգարեությունները մենք տեսնում ենք, բոլորն էլ տարբեր են, բոլորն էլ տարբեր կերպերով են մեկնաբանվում։ Եվ Աստծո խոսքը ասում է մարգարեությունները մի արհամարեք։ Այսքանը նախաբան։ Հիմա անցնենք մեր բուն նյութին։ Ինչ որ եղբայրը քիչ առաջ կարդաց, Դարեհ թագավորն էր իշխանության գլուխ, այսինքն Պարսից եւ Մարաց թագավորությունը հաստատված էր։ Եվ Դարեհը 120 կուսակալներ դրեց, ասենք նահանգապետ էր տարբեր տեղերում, որպեսզի իր իշխանությունը հաստատուն լինի եւ նրանք բոլոր իրեն հաշվետու լինեն։ Եվ 3 էլ հրամանատարներ, շատ կարևոր պաշտոններ են սրանք, եւ այդ 3 հրամանատարներից մեկը ով էր, Բաբելոնյան գերություն եկած մեկը Դանիել անունով։ Եվ Դարեհը այդ 3-ից ամենամեծ նախապատվությունը տալիս էր Դանիելին։ Ինչի համար? Որովհետև գրված է, որ նրա վրա գերազանց հոգի կար։ Այսինչ հոգիի մասին է խոսքը։ Որն է այդ գերազանց հոգին? Եսայի 11-րդ գլուխ եւ առաջի համար։ Հեսեի բնից շարավիղ պիտի ելնե, եւ նրա արմատից ընձյուղ պիտի բուսնի, եւ նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին։ Որն է այդ հոգին? Իմաստության, հանճարի, խորթի, զորության, գիտության, Աստծո վախի հոգին։ Ում վրա իջավ այդ հոգին? Այո, սա Քրիստոսի հոգին է, որ Դանիելի վրա կար այդ հոգին։ Բաբելոնի թագավորներից Բաղդասարը, երբ որ կոչունք էր արել եւ հանդգնությամբ տաճարից բերած սպասքներ գործածում իրենց ուտելու եւ խմելու համար, հանկարծ պատի վրա մի ձեռք երևաց եւ այդ ձեռքը այսպես գրեց. Մանե, մանե թեքեղու Փարսին։ Գիտեք ինչ է նշանակում։ Քո թագավորությունդ գնաց, կշռվեցիր ու պակաս գտնվեցիր, վերջացավ։ Այն ժամանակ Բաղդասարը չհասկացավ այս բանը, ասաց ով կարող է այս բանը կարդալ, եւ թագուհին ասաց. գերությունից եկած մի երիտասարդ կա, որ եւ այսպես արտահայտվեց, կարդանք Դանիելի 5-րդ գլուխ 11-12 համարները։ Քո թագավորության մեջ մարդ մը կա, որի ներսիդին սուրբ աստվածների հոգին կա։ Քո հորը տորերը անոր վրա լույս, հանճար ու աստվածների իմաստության պես իմաստություն տեսնվեցավ։ Եվ քո հայրդ Նաբուգոդոնոսոր թագավորը Զանիկա մոգերու, հմայողներու, քաղդյաներու եւ բախտ նայողներու վրա իշխան դրեց։ Քանզի այն մարդուն քով, այսինքն Դանիելին, որուն անունը թագավոր Բաղդասասար դրավ, գերազանց հոգի, գիտություն ու հանճար կա, երազները մեկնելու, առեղծվածները հայտնելու, դժվարին խնդիրները լուծելու համար։ Դանիելը թող կանչվի եւ անիկա մեկնությունը պիտի իմացնե եւ Դանիելը այսպես խոսեց եւ այդ գիշեր Բաղդասարը սպանվեց։ Ուրեմն Դանիելը նախապատիվ էր բոլոր հրամանատարներից, իր վրա Աստծո հոգին կար։ Եվ քանի որ Դարեհը նրան բարձր պաշտոնի դրեց, բոլորից նախապատիվ եղավ, եւ գիտեք, մեկի պաշտոնը, որ բարձանում է, հետո մյուսների մոտ ինչ է առաջանում, նախանց, ինչպես թե, որովհետև ամենքն են կարծում, որ իրենք էին արժանի, եւ հանկարծ իրենք չտրվեց, Դանիելը եղավ այդ պաշտոնի մեջ,
նախանձը նրանց մեջ բորբոքեց, հակառակություն առաջացավ։ Նախանձը, երբ որ խորանում է, ատելություն է առաջացնում։ Իսկ ատելությունը բերում է մարդկանց մեջ, առաջացնում է սպանելու ցանկություն։ Այսինքն նախանձից մինչև սպանություն երկու քայլ է, ատելություն եւ սպանություն։ Ուրեմն այս բոլորը ուզում են Դանիելի մահը։ Նրանք ուզում են, որ Դանիելը այդ պաշտոնի վրա չլինի։ Ո՞վ է սա։ Գերությունից եկած եւ մեր վրա ինքը կարգված է որպես հրամանատար։ Իր գործի մեջ գերազանց էր Դանիելը։ Իր կյանքի ընթացքի մեջ գերազանց էր։ Ոչ մի բան իր վրա չէին գտնում։ Կարդանք 3-ից 5 համարները Դանիելի 6-րդ գլխի։ Եվ Դանիել մյուս հրամանատարներից ու կուսակալներից նախապատիվ էր, վասնզի անոր վրա գերազանց հոգի կար, ու թագավորը կմտածեր զանիկա բոլոր իշխանության, թագավորության վրա դնել։ Հրամանատարներն ու կուսակալները թագավորության գործերի մեջ Դանիելի դեմ գանգատ գտնելու պատճառը կջանային, բայց անոնք բնավ պատճառը կամ չարությունը չկրցան գտնել։ Վասնզի անիկա հավատարիմ էր եւ անոր վրա բնավ հանցանքը կամ չարությունը չգտնվեցավ։ Չկա, ոչ մի բան չեն գտնում իր վրա։ Եթե մենք զուգահեռներ մտցնենք եւ հավատքի մեկ ուրիշ հերոսի կյանքը դիտարկենք, Հովսեփը, հիշում եք, երբ որ իր եղբայրներին եկավ ասավ, որ շատ անկեղծ էր, ասավ երազից մեջ տեսավ, որ արևը, լուսինը եւ 11 աստղերը ընկան ու ինձ երկրպագություն արեցին։ Եղբայրները հասկացան, ասին ուզում ես ասել հայրդ, մայրդ եւ մենք քեզ երկրպագություն պիտի անենք, դու այդ ով եղար։ Եվ նրա դեմ չարություն խորեցին, միջև անգամ սպանելու մտադրություն ունեցան։ Տեր Հիսուսի կյանքը քննենք։ Քանապետները, այդ դպիրները, փարիսեցիները մտածում են, ով է այս անձը, որ իրենցից չէ, բայց մարդիկ իր ետևից են գնում։ Ով է այս մարդը, որ այսքան հրաշքներ է անում, եւ մարդիկ զարմացած են, եւ մարդիկ իր հետևից գնում են ու իրեն հավատում են։ Նախանձը նրանց դրթեց, որ միջև Քրիստոսին խաչը հանելու տան։ Այսինքն գնացին եւ ստիպեցին այդ օրվա իշխանություններին, որ Քրիստոսի խաչը անեն։ Տեսնում եք, ուրեմն նախանձը իր հետևից ինչ է բերում։ Նախանձ, ատելություն եւ մահ։ Միայն երկու աստիճան նախանձից հետո։ Ուրեմն իր դեմ դավ լարեցին եւ թագավորին կարելի ասել ստիպեցին, որ հրովարտակ գրի ինքը։ Եվ ինչպիսին էր այդ հրովարտակը։ 7-րդ համարը։ Ով դաներ թագավոր, հավիտյան ողջ կեցիր, թագավորության բոլոր հրամանատարները, նախարարները, կուսակալները, խորհրդականներն ու կառավարիչները խորհուրդ տրին, որ թագավորական հրամանովը օրենքը հաստատվի, ով որ միջև 30 օր բանը խնդրե, քեզ մեզատ որևէ աստծմե կամ մարդ է, ով թագավոր առյուծների գուբը նետվի։ Դարի համար սա նպաստավոր մի բան էր, թե ոչ։ Այո, որովհետև ինքը միակն էր դառնում, ինքը որպես Աստված պիտի պաշտվեր, իր խոսքը թագավորության բոլոր գավառներում անցնում էր եւ որևէ մեկի իր դեմ չէր կարող ելնել։ Ուրեմն իր թագավորությունը հաստատելու համար այս հրովարտակը իրեն անհրաժեշտ էր։ Բայց նրանք ովքեր որ այս դավը լարեցին, ովքեր են այդ մարդիկ, նրանք բոլորն էլ միաբան էին։ Նրանք իրար հանդեպ բան չունեին։ Անշուշտ որ ունեին, թերևս իրար երևի թե ատում էին, բայց այս պարագային իրենց ձեռք էր տալիս, որ իրենք համախմբվեն եւ միաբանեն։ Եվ սա ուրիշ ոչինչ էր, այլ միայն Դանիելի դեմ էր այս դավը, անուղակի ձևով։ Իրենք չգնացին ասեն, գիտեք, թագավորն ապրածքենա, մենք Դանիել այդ անձնավորությանը նախանձում ենք եւ ատում ենք, խնդրում ենք իրեն այդ պաշտոնից հանի։ Անուղակի ձևով իմացան, որ Դանիելը աստվածապաշտ մեկն է, նրա հավատալիքների եւ աստվածապաշտության դեմ հրատարակված մի հրովարտակ էր սա։ Ուրեմն, որպես Աստված պիտի պաշտվեր
թագավորը։ Երբ որ Դանիել այս բանը իմացավ, ինչ արեց։ Իր տունը գնաց։ Դանիել, քու դեմ ես սա, մահվան վտանգ կա, քեզ կարող են մահվան դատապարտել։ Բայց ինքը շփոթվեց, ինքը վախեցավ, ինքը տագնապեց։ Բոլորովին ոչ, բոլորովին չտագնապեց, հանգիստ իր տունը գնաց։ Սա մեզ համար օրինակ է։ Այս կյանքի մեջ բաներ են պատահում, որ թվում է մենք ընկել ենք անլուծելի մի իրավիճակի մեջ։ Մեր անձի հանդեպ վտանգ կա, սպառնալիք կա, եւ մենք հաճախ տագնապում ենք, մեր միտքը լեցուն է այդ հարցերով։ Բայց մենք պետք է վստահենք Աստծուն այդ ամեն բաների մեջ։ Դանիել այդպես վարվեց։ Ինքը գիտեր, թե ում է հավատացել։ 9-րդ համարը։ Ուստի Դարեհ թագավորը հրովարտակու արգելիչ օրենքը ստորագրեց։ Երբ Դանիել իմացավ, թե հրովարտակը ստորագրվեցավ, իր տունը գնաց, իր սենյակի պատուհանները դեպի Երուսաղեմ բաց էին, օրը 3 անգամ ծունկի վրա գալով կաղոթեր եւ իր Աստծուն գոհություն կմատուցաներ իր նախկին սովորության պես։ Ուրեմն Դանիելին ձեռնոց էր ներտված, մարտահրավեր, եւ ինքը որևէ ձևով պիտի իր կեցվածքը ցույց տար։ Քննենք տեսնենք ինչպիսի հնարավորություններ ինքը ունի կամ ինչպիսի ընտրության առջև է կանգնած։ Մենք մեզ պատկերացնենք այդ վիճակի մեջ։ Ուրեմն առաջին ընտրությունը ենթարկվել հրովարտակին, դադարեցնել աղոթելը եւ աստվածպաշտությունը։ Լավ է սա։ Ընտրենք մենք դա։ Սա սատանայի ուզածն է։ Սատանայի բաղձանքն է։ Հավատացյալին իր աստվածպաշտությունից զրկի, աղոթելուց զրկի, մեկտեղ հավաքվելուց զրկի, սա սատանայի ուզածն է։ Երեք, Տեր Հիսուս երբ որ անապատի մեջ փորձվում էր, սատանան ինքնակամ կամ իր կողմից հնարած խոսքերով չեկավ Տեր Հիսուսին, ինչպես եկավ։ Աստծո խոսքով եկավ։ Աստծո խոսքի մեջ կան համարներ, որոնք սատանան կարող է մեր առջև բերել, ներկայացնել, որպես այն խոսքը, որ Աստված է ասում, դու պիտի հնազանդվես։ Օրինակ, Հռոմեացիս 13-րդ գլխի մեջ գրված է. ձեր վրա եղած իշխանություններին հնազանդեցեք, որովհետև բոլոր իշխանությունները Աստծուց տրված են։ Լավ, եթե Դանիելը առաջնորդվեր այս համարով, պիտի ասեր, դե գրված է, չէ, իշխանություններին հնազանդվեք, հրովարտակը եղավ, արգելվում է աղոթելը, ես էլ չեմ աղոթում։ Եթե այսօր Միացյալ Նահանգները կամ այն երկրները, որտեղ որ հավատացյալները ապրում են, օրենք հրատարակի, որ այսուհետև իրավունք չունեք, որպես եկեղեցի հավաքվեք եւ Աստված պաշտեք, մենք ինչ պիտի անենք։ Հա? Մենք մեր աստվածպաշտությունը պիտի թողենք։ Քավլիցի։ Սա մեր կյանքի ամենագլխավոր առանցքային մասն է կազմում։ Մեր աստվածպաշտությունը։ Պետրոս առաքյալին եւ իրեն ընկերակցող այդ աշակերտներին քանապետները բռնեցին եւ տարան մի լավել ծեծեցին, ասեցին մենք ձեզ չասեցինք, որ Հիսուսի անունով այլևս չսովորեցնեք եւ նրա ուսմունքը չտարածեք այստեղ։ Ինչ ասավ Պետրոս առաքյալը։ Հա, լսում եմ, ինչպես ասեք, այդպես էլ կանենք։ Այդպես ասաց, առավել Աստծո հնազանդել պետք է, քան թե մարդոց։ Եվ գնացին եւ Աստծո ավետարանը ամենուրեք տարածեցին։ Առաջի Տիմոթեոս 4:8 համարում գրված է. Աստված պաշտությունը ամեն բանի օգտակար է, եւ թե ներկա, եւ թե ապագա կյանքի խոստում ունի։ Մեր ապագան էլ սրանից է կախված։ Հետևաբար մենք երբեք այս հարցի մեջ փոխզիջման կոմպրոմայսի չենք գնալու։ Երկրորդ option-ը կամ երկրորդ տարբերակը քննարկենք։ Դանիելը հրաժարվի տեսանելի աստվածպաշտությունից եւ գաղտնի աղոթի։ Ընդունելի է սա։ Հա? Ինչ եք կարծում, ովքեր են կարծում ընդունելի է։ Եթե պարագաները այնպիսին են, որ
հավատացյալի կամ հավատացյալների համար մահվան վտանգ կա, ավելի լավ է ընդհատակ աստվածպաշտության գնա, քան թե իր հավատքը այդպես ցուցադրական ձևով դրվի եւ նրան մահվան դատապարտեն։ Այսօր աշխարհի շատ երկրներում, Պարսկաստանում, Պակիստանում, Ինդոնեզիայում, Չինաստանում եւ այլուր հավատացյալների կյանքի հանդեպ վտանգ կա, որտեղ նրանք չեն կարող իրենց աստվածպաշտությունը ցույց տալ, այսինքն տեսանելի ձևով հավաքվել եւ աստված պաշտել։ Հետևաբար հավաքվում են նկուղներում, գաղտնի տներում եւ այդպես իրենց աստվածպաշտությունը իրենք անում են։ Պարագան խիստ տարբեր է, եթե խաղաղ աստվածպաշտություն ունես եւ ընդհատակյա աստվածպաշտություն ես դու անցկացնում։ Ազատ է, ոչ մեկը քո վրա չի ճնշում։ Իշխանությունների կողմից, մարդկանց կողմից վտանգ չկա քո կյանքիդ։ Եվ դու քո աստվածպաշտությունդ մարդկանցից պահում ես, սա ընդունելի է։ Պատասխանը ոչ է։ Գիտեք ինչ են ասում այս պարագային։ Հավատացյալների մեջ հավատացյալ, անհավատների մեջ անհավատ։ Լավ է։ Ուրեմն, եթե Դանիելը անգամ այս ընտրությունը աներ, դա էլ արդարացի էր իր կողմից։ Սակայն Դանիելը սա էլ չարեց, այլ գնաց երրորդ տարբերակին, ամենավտանգավոր տարբերակին մարդկային տեսանկյունից դիտված։ Եվ ո՞րն էր այդ տարբերակը։ Արհամարհեր հրովարտակը եւ աղոթեր։ Հետևանքը ինչ պիտի լիներ։ Մահ, ինքը շատ լավ գիտեր։ Իր աչքի առջև ինքը տեսնում էր, որտեվ թագավորի հրովարտակը արհամարհեր նշանակում է թագավորի դեմ դուրս գալ, եւ դա մահվան վտանգ կար։ Տեսնենք, թե ինքը ինչպես վարվեց, 10-րդ համարը կարդում ենք, որ իր սենյակի պատուհանները դեպի Երուսաղեմ բաց էին, օրը 3 անգամ ծունկի վրա գալով կաղոթեր եւ իր Աստծուն գոհություն կմատուցաներ իր նախկին սովորության պես։ Ոչ մի բան նրա կյանքի մեջ չփոխվեց, նրա աստվածպաշտության մեջ ոչինչ չփոխվեց, ինչպես կար, այդպես էլ շարունակեց։ Կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Ինչի օրը 3 անգամ կամ դեպի Երուսաղեմ նայելով աղոթ քանի։ Կարևոր մի բան էր Երուսաղեմ նայելով աղոթ կաներ։ Մենք կարդում ենք 3-րդ թագավորաց 8-րդ գլուխ 44-45 համարները, 3-րդ թագավորաց 8-րդ գլուխ 44-45 համարները, Սողոմոն այսպես վարվեց. Երբ քու ժողովուրդդ թշնամու դեմ պատերազմի երթա այն ճամփով, որ դու պիտի ղրկես զանիկա, եթե նրանք այս քու ընտրած քաղաքիդ եւ քու անվանդ համար այս իմ շինածը ստան կողմը նայելով Տիրոջը աղոթ կանեն, երկնքեն անոնց աղոթն ու խնդրվածքը լսե եւ անոնց իրավունք կրե։ Ուրեմն տաճարի կողմը նայելով աղոթքը տարա։ Իսկ 3 անգամի մասին Սաղմոս 55-ի մեջ է գրված եւ 17 համարը Դավիթ այսպես էր վարում։ Առավոտյան, կեսօրին եւ երեկոյան իր աղաղակներ Տիրոջ առջև բերում։ Ուրեմն Դանիելը այս սկզբունքով էր շարժվում։ Եվ տեսա Դանիելին աղոթք է անում։ Հակառակորդները դրան են սպասում։ Սա իրենց կողմից թակարդ էր լարված Դանիելի դեմ։ Տեսան անմիջապես ասեցին, բռնեցինք եւ գնացին ուրեմն թագավորի մոտ 12-13 համարները կարդանք։ Այն ատեն մոտեցան ու թագավորի առջև թագավորի արգելիչ օրենքին համարսին։ Դուն արգելիչ օրենքը չստորագրեցիր, թե ով որ միջև 30 օր բան մը խնդրե քեզ մեզատ որևէ աստծմե կամ մարդ է, ով թագավոր արուսների գուբը նետվի։ Թագավորը պատասխան տվեց եւ ասեց. այդ խոսքը ճշմարիտ է մարերի եւ պարսիկների անխափանելի օրենքի համեմատ։ Այն ատեն անոնք թագավորին ասեցին. Հրեաստանի գերությունի որդիներեն Դանիելը քեզ եւ քու ստորագրած արգելիչ օրենքը բանի տեղ չի դնում, ով թագավոր ու օրը 3 անգամ իր խնդրվածքը մատուցանում է իր Աստծուն։ Թագավորին գնաս ասես, այսինչ մարդը քո օրենքը բանի տեղ չի դնում։ Ինչ է դա նշանակում։ Թագավորի անձը գրգռել, նրա հեղինակությունը ոտնահարել, թագավոր է։
Ինքն է հրամանները արձակում եւ այդ անձնավորությունը ով էլ ուզում է լինի, նախարար, հնամանատար, իր օրենքը գործադրության չի դնում։ Դարեհը տրտմեց այս բանի վրա։ Ինքը ոչ թե զայրացավ ասելով, որ ով է այդ մարդը, իմ առջև բերեք եւ վերջ։ Ինքը տրտմեց, որտեղ ինքը գիտեր ով է Դանիելը։ Ինքը գիտեր, որ Աստծո հոգին նրա վրա է։ Ինքը գիտեր, որ Դանիելը իմաստուն մեկն է, երկնային իմաստությամբ զինված։ Եվ ինքն էր, որ Դանիելին միջև այդտեղ հասցրել էր։ Եվ փորձում էր, որ ամբողջ թագավորության վրա նրան դներ։ 14 համարի մեջ կարդում ենք. Այն ատեն թագավորը այս խոսքերը լսածի պես շատ տրտմեցավ ու մտածեց Դանիելին ազատել ու միջև արևուն մտնելը ջանած զանիկա ապրեցնել։ Իր օրենքն է խախտել, բայց ջանում է ազատել։ Չասած այ ապերախտ։ Քեզ համար այսին չեր արեցի, քեզ ինչ պաշտոններ տվեցի եւ այսօր դու իմ հրատարակածս հրովարտակը օրենքը ոտնակող ես անում։ Ոչ։ Ինքը փորձեց Դանիելին ազատել։ Որովհետև ինքը գիտեր, որ այս ամենը ծուղակ է լարված։ Եվ նրանք, որ եկան հրովարտակը ստորագրել տվեցին, Դանիելի դեմ է այս ամենը։ Կարդում եք 16 համարը, այն ատեն թագավորը հրամայեց, որ Դանիելը բերեն եւ զանիկա առուծների գուբը նետեն, որովհետև նրանք ընդդիմացան, ասեցին օրենքը գրված է եւ ըստ օրենքի առյուծների գուբը պիտի նետվի։ Թագավորը այլևս անկարող է որևէ բան անել։ Եթե թագավորը այդ պահին փորձեր Դանիելին ազատել, նշանակում է ինքը անգամ իր ստորագրած օրենքը չի հարգում։ Թագավորը խոսեցավ Դանիելին եւ ասավ. Քո Աստվածդ, որ դու անդադար կպաշտես, անիկա քեզ պիտի ազատե։ Դարեհը Պարսից եւ Մարաս թագավորը հարցական չի այստեղ։ Քո Աստվածդ կարող է քեզ ազատել։ Վստահաբար ասում է, քո Աստվածդ, որին գիշեր ցերեկ դու պաշտում ես, նա քեզ պիտի ազատե։ Այսինքն Հեթանոս մեկի վստահությունը Դանիելի Աստծո հանդեպ։ Ու քարմը բերին եւ գուբին բերանը դրին, թագավոր Զանիկա իր կնիքով եւ իր մեծամիսների կնիքով կնքեց, որպեսի Դանիելին վիճակը չփոխվի։ Ուրեմն նրան վերցրեցին, առյուծների գուբը գցեցին։ Այդ առյուծներին անոթի էին պահում, որպեսի ում որ այնտեղ գցեն անմիջապես հարցակվում են եւ բզիկ էին անում այդ մարդկանց։ Հետևաբար Դանիելի հնարավորությունները մարդկայնորեն այնտեղից ազատվելու որքան էր 0 էր։ Անկարելություն էր, որ այդ առյուծների գուբից ինքը կարողանար ազատվել։ Այս պատկերը, այդ գուբի կնիքով կնքվելը մեզ ինչ է հիշեցնում։ Տեր Հիսուսին խաչեցին, խաչի վրա սպանեցին, գերեզմանը դրեցին, գերեզմանը մեծ քարով փակեցին եւ կնքեցին, որ այնտեղից նրա մարմինը չվերցվի։ Դանիելի հետ այդպես վարվեցին։ Այս գուբը Դանիելի համար գերեզման էր։ Այնտեղ ինքը պիտի մեռներ։ Սակայն Աստված այդ գազանների բերանը փակեց։ Գիտեք ինչ մեկնաբանողներ կան, ասում են, որ այդ առյուծները ախորժակ չունեին այդ պահին։ Ետքը թագավորը իր տունը գնաց եւ գիշերը անոթի անցուց, իր առջև նվագարաններ բերել չտվավ ու քունը փախավ, որովհետեւ ինքը գիտեր ինչպիսի մեկին է կորցնում։ Ինքը որևէ բանի տրամադրություն չուներ։ Դանիելը իր համար արժեքավոր մի անձնավորություն էր։ Թագավորը արշալույսին կանող ելավ եւ արտորնոք առյուծների գուբը գնաց։ Երբ գուբին մոտեցավ, տրտում ձայնով մը Դանիելին պոռաց ու թագավորը Դանիելին ասավ. ով Դանիել, կենթանի Աստծո ծառա, քո Աստվածդ, որ դու անդադար կպաշտես, կարող եղավ քեզ առյուծներից ազատել։ Առավոտ կանուխ իր քունը թողեց եւ գնաց տեսնի Դանիելը ողջ է թե մեռած է։ Պատասխանը այն ատեն
Դանիել թագավորին պատասխանեց. ով թագավոր, հավիտյան ողջ կեցիր, իմ Աստվածս իր հրեշտակը ղրկեց ու առյուծները բերանը գոցեց եւ ինձի չվնասեցին, վասնզի անոր արչեւ անմեղ գտնվեցա եւ քո արչեւը տել ով թագավոր հանցանքը գործած չեմ։ Ուրեմն այս գուբը, որ Դանիելի համար որպես գերեզման պիտի ծառայեր, չկարողացավ Դանիելին իր մեջ պահել։ Դանիելը այնտեղից դուրս ելավ որպես թե մեռելներից ողջնցած։ Տեր Հիսուս այն գերեզմանը, որտեղ իրեն դրեցին, այնտեղից հարություն առավ ողջնցած եւ հավիտյան կենդանի է։ Եվ պատահական չէ, որ Դանիելը հին ուխտի ինչպես շատ հերոսներ էլ նմուշն է հանդիսանում Տեր Հիսուսի եւ շատ նմանություններ կան նրանց կյանքի մեջ տեղի ունեցած իրադարձությունների մեջ։ Այն ատեն թագավորը շատ ուրախացավ ու հրամայեց, որ Դանիելը գուբեն հանեն։ Դանիելը գուբեն հանեցին եւ անոր վրա որևէ վնաս չտեսան։ Մի քերծվածք էլ չկար, անգամ մոտ էլ չէին եկել այդ գազանները իրեն, ուրեմն Դանիելը այնտեղից ազատվեց։ Հաջորդ քայլը ինչ տեղ ունեցավ։ Թագավորը հրաման տվեց, կարդում են 22 համարի մեջ, 24 համարի մեջ, չարախոսություն անողներին, կանանց, տղաներին գուբը գցեցին, դեռ գուբի հատակը չհասած, առյուծները նրանց ոսկորները փշրեցին։ Ախորժակը բացվել էր այս պարագային։ Այդպես է։ Աստված մարդկանց սրտի շարժառիթներն է քննում։ Աստված գիտի, թե մարդիկ ինչ են խորում։ Անուղակի ձևով այս ամենը կատարվեց Դանիելի դեմ, բայց Աստված շատ լավ տեսավ, թե նրանց նպատակը ինչ էր։ Եվ այդպես է նաև այս կյանքի մեջ։ Նրանք, ովքեր որ չարությամբ իրենց սրտերի մեջ խորում են, թե հաջողություն պիտի ունենան, Աստված նրանց պիտի խափանի։ Գիտեք, Առակաց 26-րդ գլուխ 27 համարի մեջ գրված է. Փոս փորողը ինքը փոսն է ընկնում, եւ նա որ քար է գլորում, այդ քարը նորից իրեն պիտի դառնա։ Հին ուխտի մեջ մի գեղեցիկ օրինակ էլ կա այսպիսի, Եստերի պատմության մեջ հիշում եք, Համանը, որ սատանայի խորհրդապատկերն է, հրյա մուտքերին ուզում էր 50 կանգունանոց այդ փայտի վրա կախեր։ Սակայն ինչ տեղի ունեցավ։ Փոս փորողը փոս ընկավ, ասորերոս թագավորը հրամայեց, որ Haմանին կախեն դրա վրա։ Այդպես է, փոս փորողը փոսն է ընկնում։ Աստված սրտի խորհուրդները գիտի։ Ամեն բանից տեղյակ է եւ գիտի թե մարդիկ ինչ չարություն են մտածում։ Եվ նրանք պիտի սայթակեն, նրանք փոսը պիտի ընկնեն։ 26-27 համարները, տեսեք։ Դարեհի ապաշխարությունը։ Այն ատեն Դարե թագավորը բոլոր երկրի ժողովուրդներին, ազգերին, լեզուներին այսպես գրեց. Ձեր խաղաղությունը շատնա, ինձ մեր հրաման ելավ, որ իմ թագավորությանս բոլոր իշխանության մեջ Դանիելի Աստծո երեսեն դողան ու վախնան։ Ինքը եթե չվախենար, չդողար, կգրեր այս բաները։ Ոչ։ Վասնզի անիկա կենդանի Աստված է, եւ հավիտյան կկենա, եւ անոր թագավորությունը չի ավրվի, եւ անոր իշխանությունը միջև վերջ կմնա։ Անիկա կազատ է ու կփրկե, եւ երկնքի մեջ ու երկրի վրա նշաններ ու հրաշքներ կնե, եւ Դանիելը առուստների բերնեն ազատեց, նաեւ այս օրինակը իրեն համոզեց, որ Դանիելի պաշտած Աստվածը ճշմարիտ Աստված է։ Գիտեք, սերներ, մեր Աստվածպաշտությունը, մեր հավատքի ընթացքը շատ կարևոր է մարդկանց առջև։ Ծայրաշճան դժվարին իրավիճակների մեջ, երբ որ մեր շրջապատի մարդիկ ուզում են մեր կեցվածքը տեսնեն, շատ կարևոր է, որ մենք ոչ փողզիջումային հավատք ունենանք, uncompromised faith։ Մեր հավատքը փողզիջման չդնենք, որ ինչպես անհավատներ կվարվեն, մենք էլ նույն ձևով վարվենք։ Ոչ, մենք մեր Աստծուն վստահում ենք ամեն պարագաների մեջ։ Հետևաբար, միջև վերջ կարևոր է, որ մենք հավատարիմ մնանք։ Տեր Հիսուսի խաչողները ևս փոս ընկան։ Նրանք երբ որ ասեցին,
նրա արյունը, այսինքն Հիսուսի արյունը մեր եւ մեր որդիների վրա լինի, միջև այսօր այդ բանը կա։ Միջև այսօր։ Եվ այն պիտի վերանա միայն գիտեք այն ժամանակ, երբ որ Տեր Հիսուսին տեսնեն երկնքից գալուց, եւ մեկ հատիկ որդու վրա ինչպես մարդիկ կլացեն, այդպես նրանց մեջ ապաշխարություն լինի։ Այն ժամանակ է, որ այդ անեծքը, որ իրենց վրա եկավ, պիտի վերցվի, պիտի խափանվի։ Ուրեմն մեր հավատքի կեցվածքը մարդկանց առջև շատ կարևոր է։ Ով Դանիել, քո Աստվածը կարող եղավ քեզ ազատել։ Այո, այդ Աստվածը ազատեց նրան։ Եւ Դանիելի համար նույնպես օրինակ կար։ Ինքը դրանից առաջ գիտեր, որ Սեդրակը, Միսակը եւ Հաբեդնագովը, որ հավատքով ընկան այդ հնոցի մեջ, կրակի հնոցի մեջ, Աստված էր, որ նրանց ազատեց։ Այդ ծայրահեղ վիճակից Աստված նրանց ազատեց։ Հետևաբար, իր պարագայի մեջ էլ Աստված իրեն պիտի ազատի այդ վիճակից։ Մենք ունենք մի գիրք, սուրբ գիրք, որի մեջ տասնյակ եւ հարյուրավոր օրինակներ կան հավատքի հերոսների։ Դրանք մեր կյանքերի մեջ գործադրենք։ Դրանք մեր մեջ պետք է ներշնչեն ավելի մեծ հավատք եւ վստահություն մեր Աստծո հանդեպ։ Որքան էլ կյանքիդ պարագաները դժվարին լինեն, երբեք չհուսատվես, երբեք չընկճվես, այլ քո հավատքդ հաստատուն ձևով քո Աստծո վրա թող լինի։ Հավատարմությամբ, միջև իմ մահ հավատարիմ եղիր, միջև մահվան աշճան եւ կենաց պսակը պիտի առնես։ Աստված իր զավակներին ազատում է տարբեր իրավիճակներից։ Մեզ ազատեց թե չէ։ Մեզ ինչից ազատեց Աստված։ Մեղքի դատապարտությունից։ Մեղքը մահվան տանող մի բան է։ Մեղքի վարձքը մահ է։ Աստված մեզ դրանից ազատեց Քրիստոսով։ Մեզ ազատեց գերեզմանից ու մահվանից եւ սատանայի իշխանությունից եւ մեզ Աստծո որդիներ կոչվելու այդ մեծ պատիվը եւ անունը տվեց։ Ուրեմն Աստված ինչպես Դանիելին ազատեց, իր զավակներին էլ կարող է ազատել ամեն տեսակ վտանգներից։ Հարցում հետևյալն է. կամ մեկը, որ այս ազատագրումը չի ունեցել, կամ մեկը, որ դեռևս մեղքի իշխանության տակ է, Քրիստոսի պատվական արյունը կա։ Տեր Հիսուս իր կյանքը զոհեց համայն մարդկության համար, որպեսզի նրանք ովքեր որ հավատան, չկորսվեն, հավիտենական կյանք ունենան։ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքից կսրբի։ Նրանք ովքեր որ իրենց մեղքերը խոստովանեն, հավատարիմ եւ արդար է նա, որ նրանց մեղքերին թողություն պիտի տա։ Ոչ միայն նրանց ամբողջ աշխարհին էլ, ովքեր որ Տիրոջը գան։ Ուրեմն Դանիելի պատմությունից մենք ինչ դասեր ենք սովորում։ Նախ եւ առաջ ջերմերանտ աղոթք։ Դանիելը չնայած իր իրավիճակին, հաջորդ պահին կարող են իրեն մահվան դատապարտել։ Ինքը շարունակեց նույն ձևով։ Ցավոք սրտի, երբ որ մեր կյանքերի մեջ մի դժվարություն է գալիս, մենք փոխանակ ավելի ջերմերանտ աղոթենք, ընդհակառակը աղոթքի կյանքից պակսում ենք։ Այդպես է թե ոչ։ Իրավիճակները մեզ պիտի մղեն, որ մենք ավելի շատ աղոթք կանենք, ջերմեռանդությամբ աղոթք կանենք, եւ դրանք Աստծո կողմից պիտի լսվեն։ Դանիելը այդպես վարվեց։ Նա երբեք չդադարեց աղոթք անելուց, դեռ ավելին ջերմերանտ աղոթք արեց։ Հաջորդը ոչ փողզիչող հավատքի կեցվածք, uncompromised faith, ոչ փողզիչող։ Մենք երկրավոր բաների հետ չենք կարող մեր աստվածպաշտությունը փողզիչել։ Մենք հաստատուն պիտի մնանք աստվածաշնչյան սկզբունքների վրա, որքան էլ դրանք երկրավոր կյանքի մեջ հակառակ լինեն երկրավոր սկզբունքներին։ Չէ որ մենք երկնային Երուսաղեմի քաղաքացիներն ենք, եւ մենք առաջնորդվում ենք աստվածային իմաստությամբ եւ ճշմարտությամբ։ Հաջորդը հավատարմություն եւ նվիրում, dedication and commitment, հավատարմություն եւ նվիրում։ Դանիելի մոտ մենք տեսանք այս ամենը։ Հավատարիմ էր, միջև վերջ հավատարիմ գտնվեց, միջև վերջ նվիրվեց իր Աստծուն, եւ Աստված իր կյանքի մեջ այս քանչելի
հրաշքը բերեց, որ մեզ համար էլ օրինակ է։ Տերը թող մեզ շնորհ տա սիրելիներ, որպեսզի մենք էլ մեր կյանքի մեջ օրինակ վերցնենք հավատքի հերոսներին։ Եվ ամենամեծագույնը Տեր Հիսուս մեր առջև կենդանի օրինակը, նրա կյանքի օրինակը մեզ համար էլ օրինակ ծառայի, որպեսզի Աստծուն հաճելի ձևով քայլենք միջև իր գալուստը։ Տերը օրհնի իր խոսքը եւ ձեզ ամենքիդ ամեն։ Ես ձեզ ասում եմ գգա ոգուսով և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք մուրալու հապրած որքորով հրեղեն խոսքի վեղ խոսքի կարոտ, լրպենի ծաղրով առհամարեցիք ոգու վար զեղունք միտք ու երազանք, նութի տաճարում արփած պարեցիք մոռացած անմահ անունի տենչանք, դուք որ հեգնեցիք ուժն ստեղծագործ, ձեր նյութի հանդեպ կգա ոգուսով և մուրացքի պես փշրանքի համար ծարավ ու նոթի կանցնեք ծովեցով։ Սիրելի քույրեր և եղբայրներ, սրանք սպառնալիք չեն և ասեմ, ում է մտահաղացվել սա հայտնելու Ավետիք Իսահակյանը։ Մենք Սուրբ գրքի մեջ էլ սրա մասին տեղեկանում ենք։ Բայց Փառք Աստծո,
որ այդ ոգուսովի ժամանակ մենք քաղցած չենք մնալու։ Ինչու, որտեղ մենք Տիրոջն ենք հուսացել։ Եվ ամեն անգամ ներսիցս ցանկություն ունեմ ասելու, որ մենք Տիրոջն ենք հուսացել, բայց դա էլ մեր շնորհքը չի։ Տիրոջ շնորհքն է, փառք Տիրոջը դրա համար։